չի եկել, սպասում եմ, որ նախորդ Պատրաստ եմ, ես պատրաստ եմ։ Դե Տիկին Ղարամանյանը արդեն ժամի հետ Ես պատրաստ եմ։ Հաշվի առնելով պարոն Կարապետյանի գերհարգեցած մարզային այցերը, պարոն Կարապետյանը Ես համաձայն եմ։ հարցազրույցների դեռևս հետաձգվում են, բայց հիշում ենք եւ անցնում ենք Հա, դե ոլորտային որոշումները տենց են, բայց ես պատրաստ եմ։ Ես պատրաստ եմ կանենք։ Սիրով, ես էլ պարոն Կիրակոսյան ջան։ Ես պատրաստ եմ։ Սիրով։ Կարապետյան, այսօր հայտարարվեց ապրելու երկիր կուսակցության հետ, հա, համագործակցության հուշագրի մասին, կային այլ ուժեր, որոնց հետ այսպես քննարկումներ են գնում։ Հա, այո, կան ուժեր, որոնց հետ քննարկումներ են գնում, որոնց մասին քննարկումների ավարտին հանրությանը մենք կտեղեկացնենք, բայց իհարկե հասարակական եւ քաղաքական ուժեր կան, որոնք հետաքրքրված են։ Պարոն Կարապետյան, դուք ձեր գրասենյակների աշխատակիցների համար հագուստ, շալվար, կոշիկ ինչ-որ բաներ գնում եք, թե ոչ։ Դրա կարիքը չեմ կարծում, որ կա։ Պարզապես ձայնագրությունը, որ վերագրվում է ձեր ուժին, նշվում է, որ սպարտիվ կեկով են եկել, ես մեջ վերում եմ, դրա համար ասում էին պատշաճ թողներ կանան, դա ինչ խոսակցություններ կա նման բան ձեր մոտ, թե ոչ։ Քանի որ կոնտեքստը չեմ հասկանում, չեմ հասկացել ընդհանրապես ինչի մասին են խոսում իրենց հրապարակումների մեջ, այդ իսկ պատճառով չեմ կարող ճիշտ ստույգ տեղեկություն տալ, բայց մի բան պարզ է, որ իշխանությունը ամեն ինչ անելու է, որպեսզի ինչ-որ ձև անուն կպցնի մարդկանց մոտ, ինչ-որ ձև փորձի արատավորել ընդդիմադիրների ազնիվ պայքարը։ Իրենք մարդկանց կալանավորում են, իրենց մարդկանց տները մտնում են ամբողջությամբ ոտնատակ են տալիս, մարդկանց իրավունքները ժամերով փաստաբան փորձում են չթողել մարդկանց մոտ, ուրիշներին անուն են դնում, դա միշտ ոչ ժողովրդավար իշխանություններին հատուկ գործելավոճ է, որը ցավոք սկսել է որդեգրել մեր հայկական այսօրվա։ Կերծ են այդ ձայնագրությունները։ Ես կարծում եմ, որ Հայաստանում, եթե բոլորին ձայնագրեն, շատ մարդկանց երևի հնարավոր է, որ տարվա ընթացքում ամեն մեկը մի տհաճ խոսա։ Պարոն Կարապետյան, ես խոս գնաց ձեր հարցազրույցից մեկի ժամանակ ասում եք, որ կոստյումն է մեղավոր, որ Փաշինյանը ընդդիմադիր հայացքներից վերածվեց կոռումպացված իշխանության։ Հիմա եթե դու գաք իշխանության այս երևույթները ոնց եք բացառելու, կոստյումին ոնց եք հարցը լուծելու։ Ճիշտ եք ասում, հիմնականում բոլոր իշխանությունները, բոլոր ընդդիմադիրները մինչև ընդդիմադի իշխանության գալը տեսնում են այն առաջնահերթությունը, ժողովրդավարության առաջնահերթությունը, հենց իշխանության են գալիս, մոռանում են այդ մասին, հագնում են իրենց նախորդների կոստյումը կամ իրենց համար նոր կոստյում են կարում, իշխանական կոստյում, սա հավաքական կերպար որպես եւ փորձում են այդպես երկիրը կառավարել ունենալով վատ վարկանիշ։ Այդ նույն ճանապարհով փորձում է գնալ այսօրվա իշխանությունը, սակայն չեմ կարծում, որ ժամանակները այդպիսին են։ Պարոն Կարապետյան, եթե ուժը նաև բանակցություններ էր վարում Լուսավոր Հայաստան կուսակցության հայազգային կոնգրեսի հետ, ամեն դեպքում քննարկումների մասին, թե ձեր ուժից էին հայտարարել, թե իրենք էին ակնարկում, որ որոշակի քննարկումներ կան, բայց ստեյցիան չստացվեց որևէ համագործակցություն, իրենք ասում են հարցի հասցեատերը դուք եք, այսինքն ձեր ուժը, ինչու չստացվեց եւ ինչ սկզբունքային տարաձայնություններ մի սկզբունք ունենք, պետք է մենք ունենանք այնպիսի ուժերի հետ դաշինք, այնպիսի ուժերի հետ համագործակցություն, որոնք պատասխանատվություն չեն կրում այսքան ժամանակ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար, որևէ պատասխանատվություն նոր ուժերի հետ։ Չեմ ասում իմ կարծիքով կուսակցությունները, որոնք նոր են, ավելի մենք ազատ կլինենք, ժողովուրդը տեսել է արդեն բոլոր ուժերի ներկայացուցիչներին իշխանության ղեկին։ Եվ լավ, վատ, հրաշալի ղեկավարներ, ինչ որ ոլորտներում ունեցել ենք վատ ղեկավարներ, բայց մենք տեսնում ենք, որ մեր երկրին պետք է նոր ուժերին հնարավորություն տրվի, փոփոխություն արվի, նոր կադրերով, որ հնարավորություն ունենանք ինչ-որ Դուք ամեն դեպքում այդ ուժերին պատասխանատու համարում եք նախկինում տեղի ունեցած, կոնկրետ կարող եք ասել ինչերի համար, պարոն Կարապետյան, որ ավելի հասկանալի։ Որ ուժերին կներեք։ Լուսավոր Հայաստանը, Ես Հայաստանի ընդհանուր մեր տրամադրվածության եւ հայացքների կոմպլեքսը ձեզ ներկայացրեցի, թե ինչու ենք մենք գնում նոր ուժերի հետ, որոնք երբեք իշխանության չեն եղել, նոր ուժերի հետ համագործակցության։ Դա էր պատճառը, իսկ մեր ընդդիմադիր գործընկերներին որակում տալը ընդհանուր ընդդիմադիր պայքարին ոչ մի օգուտ չի տալու, մենք որակում որևէ չենք ուզում տանք, մենք
բոլոր ընդդիմադիր գործընկերներին հարգում ենք, հասկանում ենք, թե ինչքան բարդ է ընդդիմադիր լինել Հայաստանում, այն Հայաստանում, որը կառավարվում է շատ անհավասարակշիռ կառավարման համակարգով, բայց չի ուզենա իրենց մասին ինչ-որ բան ասել, բացի գովեստի խոսքերից, միայն կուզենամ ասել, որ մենք ուղղակի մեր տեսլականը նոր ուժն է։ Պարոն Կարապետյան, ինչպես է գնահատում ընտրություններին, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի սկսած այդ քարոզարշավը, հա, համերգներով, վարչաբերդով, իր թիմակիցներով, վարչական ռեսուրսով նույնիսկ։ Ես խնդիր չեմ տեսնում, ինչպեսի քարոզարշավ ուզում են, թող անցկացնեն, իրենց իրավունքն է, նաև ինձ թվում է բոլոր ուժերն էլ պետք է նույն քարոզարշավը անեն, որևէ խնդիր։ Շանսերը մենք տեսնում ենք այսօրվա դրությամբ մեր հասարակությունը իհարկե մեր շանսերը եւ իշխանության շանսերը շատ մոտ են իրար, բայց մենք ամեն ամիս, ամեն նոր ամիս տեսնում ենք մեր ուժի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն բոլոր հարցումներով եւ այդ իսկ պատճառով դա է հիմք մեզ տալիս տեսնելու, որ ապագա երկրի առաջնորդությունը լինելու է նոր փոփոխություն է մեզ լինելու երկրում։ Դա է, որովհետև երկրի բնակչության մեր ազգի 70% ուզում է փոփոխություն, իշխանության ամբողջ պոտենցիալը մենք տեսել ենք 8 տարում ինչ են արել, տեսել ենք ինչ չեն արել, ինչն են տակ վերցրել պատրաստի եւ հանձնել հակառակորդին։ Ամեն ինչը տեսել ենք եւ դա բերել է նրան, որ մեր հասարակության նշանակալի մասը ունի խորը հիասթափություն։ Մեծ մասը այսօր հանրության ձեր նշած 70%-ի մոտ 40%-ը կամ չի ցանկանում մասնակցել ընտրություններին, կամ էլ չի տեսնում այլ ընտրանքային ուժ, ասում է, չգիտեմ, գնամ ում եմ քվեարկելու։ Այդ զանգվածի հետ այդ աշխատանքը ոնց է պատկերացնում, ոնց է ընտրատեղ համազգում։ Այսօր ես աշտարակում էի, մարդկանց նշանակալի մասը մոտապես ձեր ասած 10 հոգուց 3 հոգին քայլում էինք եւ մենք 3-4 հոգով քայլում էինք եւ իրազեկման ակցիա էինք անում։ Գրեթե ձեր ասածն է, տեսնում էինք, որ նշանակալի մասը ընդդիմադիր հայացքների տեր է, 10-ից 7 ընդդիմադիր հայացքների տեր է, սակայն 7-ից 4-ը հավատը կորցրել է, որովհետեւ մի անգամ հավատացել է Փաշինյանին, հավատը կորցրել է եւ մտածում է, որ բոլոր քաղաքական գործիչներն էլ նույն ձև են, բայց ուզում եմ մեր այդ հայրենակիցներին մի բան հիշեցնենք։ Մենք նոր ենք մտել քաղաքականություն, 8 ամիս է մենք քաղաքական process-ների մասնիկ ենք։ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական process-ների 8 ամիս է։ Մենք քաղաքական որևէ ժառանգության այս պահին պատասխանատվություն չենք կրում եւ չի եղել բան, որ մենք ասենք, Կարապետյանը ասի եւ Հայաստանի համար չանի։ Ինչպես գիտեք, Հայաստանի համար բազմաթիվ բարեգործական ակցիաների մասնակից է Հայաստան համահայկական հիմնադրամի, ինձ թվում է ամենամեծ, հայտնի է, որ ամենամեծ դոնորն է, այդ միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր, 50-ից ավել միլիոն դոլարի ներդրումները իր մենք տեսնում ենք, որ հողի վրա մարդկանց հետ շփվելուց իրենց կյանքի փոփոխություն չենք տեսնում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ որակական նոր առաջնորդություն է պետք, Կարապետյանը, ով մինչև այս միջոցներ էր ուղարկում Հայաստան, ով մինչև այս Հայաստանի բոլոր հարցերով իրեն դիմում էին, հարցերը իր հնարավորությունների սահմաններում հայկական բոլոր պետական կառույցների դռները իր դռները բաց էր պետական պաշտոնյաների առաջ, որպեսզի Հայաստանին օգուտ տա։ Մենք տեսնում ենք, որ հողի վրա աղքատության տարբերություն չկա, փոփոխություն չկա աղքատության մեջ 22% աղքատություն կա, ամեն 5-րդ հայը, 4-րդ կամ 5-րդ հայը աղքատ է ապրում։ Աղքատություն ասելով 60,000 դրամից ցածր։ Այս բոլոր միջոցները ուղարկվել է Հայաստան, բայց ոչ մի էֆեկտ մենք չենք ունեցել հողի վրա։ Կարապետյանը այսօր մոտավորապես որ դուք հասկանաք 15 միլիոն դոլար միայն Սամվել Կարապետյանը կրթաթոշակ է վճարել Հայաստանից դուրս սովորող հայ ուսանողների համար լույս հիմնադրամի միջոցով։ 15 միլիոն դոլար կա արդյոք ուրիշ հայ Հայաստանում, ով այսօր մենք ունենք բարեգործական արգել։ Տեսեք, մենք ունենք բժշկական պրոյեկտներ, մարդկանց առողջությունը վերականգնելով, բայց քանի որ կա բարեգործական արգելք, մարդկանց չեն կարողանում։ Այս նախընտրական շրջանը, օրինակ, երբ պարոն Կարապետյանը Մայրաթորի բակից հայտարարություն արեց, դրանից հետո էլի շարունակել եք Հայաստանի Հանրապետությանը բարեգործական։ Մենք վերջի տարիներին շարունակել ենք, իհարկե, դուք գիտեք, որ բազմաթիվ պրոյեկտներ ունենք, հիմա կարող եմ նաև նշել, որ
մի քանի ամսվա ընթացքում Սպիտակի մանկապարտեզը բացվեց, կրթաթոշակների ծրագրեր ունեինք, բժշկական մեծ պրոյեկտներ ունենք, որը շարունակում ենք մենք անել։ Մեր այս պահին չենք շարունակում, կներեք, որ վաղը չասեն բան։ Այս պահին չենք շարունակում, քանի որ կա բարեգործության արկել, բայց գիտեք որ Տաշիր բարեգործականը ոչ 2005 թվականից սկսել, ոչ 10 թվականից 95 թվականից Տաշիր բարեգործական հիմնադրամը Սամվել Կարապետյանը եւ Կարապետյան ընտանիքը բարեգործություններ արել Հայաստանում։ Դրա հիմնական ապացույցներն են Հայաստանի Հանրապետության տարածքում առաջի եկեղեցու կառուցումը։ Դրանից հետո բազմաթիվ բարեգործական պրոյեկտներ Հայաստանի տարածքում։ Կարապետյան, եւ ասում եք նոր ուժեր, թարմ ուժերի հետ ենք համագործակցում, բայց Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ցուցակին ասում է ՀՀԿ-ի պատկերն է, ընդ որում այդ ցուցակում եւ Սերժ Սարգսյանի շրջապատից մարդիկ կան եւ Ռոբերտ Քոչարյանի նախկին թիմակիցներն են։ Ինչպես կմեկնաբանեք սա։ Մենք մեկնաբանել ենք մի անգամ մարդիկ կան, ովքեր աշխատել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Մենք ունենք գրեթե նույն չափ մարդ, ովքեր աշխատել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Իհարկե իրենք ինձ խնդրել են, ասել են, խնդրում եմ մեզ կպական մի ասեք, որովհետև դա իրենց համար արժեհամակարգային ինչ որ տարբերություն է, բայց ամեն դեպքում մարդիկ աշխատել են։ Մենք տարբերություն չենք դնելու կուսակցական։ Դա սխալ ճանապարհ է 3 միլիոնանոց հայաստանցիներին, հայ ազգին 10 միլիոնանոց հայ ազգին, 3 միլիոնանոց հայաստանցիներին ոնց կարելի է տարանջատել, ասել դու, չգիտեմ, 15 տարի առաջ ինչ որ քո բարեկամը եղել է այս կուսակցության անդամ։ Չի կարելի։ Պրոֆեսիոնալիզմ մաքուր ձեռքեր, քաղաքական ճանապարհ եկեք նայենք։ Մենք ունենք, ում ճանապարհը հրաշալի ճանապարհ չէ։ Մենք ունենք մարդիկ, ովքեր իրենց գաղափարի համար 2-3 տարի բանտեր անցան, բայց արժանի չէին դրան։ Մենք ունենք հրաշալի մարդիկ, ովքեր ճանապարհներ են անցել, իրենց անվան համար մեծ զրկանքներ են կրել։ Ինչպես կարելի է մարդկանց անվանակել, դա իրենց քաղաքականությունն է, բոլորին ինչ-որ վատ անուններ են դնում։ Բայց տեսեք ինչ պոտենցիալ կա, ուժեղ մարդային մարդն է, որ դրական բանն է տեսնում իր հայրենակիցների մեջ, որ իրար մանգանք իմ հետ էլ կապված է, բոլորի հետ կապված է, ինչ որ բան կգտնենք ամենքից վրա, բայց բացասական բան ասեմ եւ իմ հարցը տամ բան Կարապետյան վերջապես երթա ինձ ասա Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը ասում է, ես իմ մտքով չեմ կարող անցկացնել, որ Հայաստանում կարող են լինել այդքան շունշանգյալներ, որ ընդդիմադիր ուժերին ձայն կտան։ Ես ուզում եմ դուք պարզաբանեք, դուք արդյոք հասկացել եք, որ դա օրինակ ընդդիմադիր զանգվածին է Նիկոլ Փաշինյանը նկատի ունեցել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը ասում է, ես վերցրել եմ ձայնագրությունից, իրենց ձայնագրությունից այդ հատվածը իրենք են կիրառել, ես չեմ կիրառում այդ որակում։ Նա դա նշեց, հետո շատ արագ իրեն խոր տվեցին, որ ուղիղ սխալ է, դրա համար էլի փորձեց ինչ որ ուրիշի վրա կրծել պատասխանատվությունը։ Դա վաղուց է հայտնի, որ մեր երկրի վարչապետը հատել է վարչապետին վայել կեցվածքի շատ գծեր։ Աշխարհում մեր երկրի առաջնորդը մեմ է դարել։ Ինստագրամում մեմ է մեր երկրի առաջնորդը, օտար երկրներում, դա պարտանալու բան չի։ Չի կարելի այդպիսի տերմինոլոգիա օգտագործել սեփական երկրի քաղաքացիների հանդեպ։ Իհարկե, հայ տղամարդը խոսքի մեջ երբեմն օգտագործում է ոչ բարեկիրթ բառեր, դա ընդհանուր լեռնեցի տղամարդկանց հատուկ բան է, բայց վարչապետի աթոռը, եթե մարդը զբաղեցնում է, պաշտոնական հայտարարության ժամանակ չի կարելի այդպիսի տերմինոլոգիա օգտագործել։ Այդ խոսույթը պետքա մենք դուրս անենք մեր խոսքերից դուրս անենք։ Նա անգամ ստիպել էր մի անգամ մենք արձագանքեցինք իրեն իր ոճով, որի համար ճիշտը որ ասեմ, ինձ դուր չի գալի այդ արձագանքման մեթոդը, ինձ դուր չի գալի այդ շփման ձևը իրար հետ, քաղաքական շփման ձևը, որովհետև դա բերում է նրան, որ փոքր տարիքի կամ երիտասարդ նոր սկսնակ մարդիկ են երիտասարդներ են մեզ դիտում ու կարող են սխալ հետևություններ անել այս աշխարհում առաջնահերթությունների մասին։ Ձեր թիմակիցներ, պարոն Կարապետյան, չեք ուզում հարցին պատասխանել։ Ձեր թիմակիցներ, այդ շունուշանգյալը բառ օգտագործողը ձեր թիմակիցներ, թե ոչ։ Պարոն Կիրակոսյան, յուրաքանչյուր մարդու, եթե իրեն ձայնագրեն ամբողջ տարվա ընթացքում հաստատ վստահ եմ։ Հարցս հետևյալն է, ձեր թիմակիցն է, թե ոչ։ Շարունակեմ, յուրաքանչյուր մարդու, եթե տարվա ընթացքում 24 ժամ ձայնագրեն, հաստատ բոլորը ինչ որ բան կասեն։ Այս մեկ, երկրորդ,
թիմակիցների հետ կապված քննությունը կավարտվի, մենք կիմանանք ումն է, քանի որ ինձ խնդրել են փաստաբանները, որպեսզի ինչ որ process-ների հետ կապված մասնագիտական որակումներ չտրվի, քանի որ դա ինչ որ process-ների շրջանակներում է, բայց մի բան ասեմ, որ խոսույթը, այդպիսի խոսույթը ես շատ եմ տեսել A. ազգային ժողովում իշխող կուսակցության մոտ, B. Facebook-ում իշխող կուսակցության ընդունելի է, բայց ձեզ համար այդ բառապաշարը, որը վերագրում է ձեր թիմակցին։ Յուրաքանչյուր մեր հասարակության, եկեք թիմակից, որպես թիմակից մեր հասարակության անդամները պետք է այս խոսույթից դուրս գան։ Այս խոսույթի պատասխանատվությունը կրում է մեր քաղաքական դիսկուրսը, որ եկել է փող վիրավորանքների դաշտ։ Մենք պետք է այդ խոսույթից դուրս գանք։ Ինձ անձամբ դուր չի եկել ու չի գալիս որևէ վիրավորական խոսք։ Դա բացասական էմոցիաներ են առաջացնում։ Չկա այդտեղ հաճույք, չկա դրական բան։ Ու մենք պետք է այնպես անենք, որ փորձենք դա փոխել մեր խոսույթների մեջ։ Իհարկե, առաջի անգամ հնարավոր է ինչ-որ ձայնագրություններ լսելուց, ձայնագրություն կար, որ ես լսեցի, հաճույք ստացա, օրինակ Ղումաշյան Գոհարի ձայնագրությունը ես որ լսեցի, ես հպարտացա իր համար, որովհետև մարդը այնպիսի բաց ձևով աշխատեց զանգարողի հետ, մարդը ասեց, որ ունեմ այսքան աշխատող, հնարավոր է ունենամ պատվերներ, առաջարկ արեց, լավ ձևով աշխատեց, ես հպարտություն զգացի։ Այնպես պետք է անենք, որ մեր բոլոր հայրենակիցները նույն ձևաչափով, նույն որակով շփում ունենան։ Պարոն Կարապետյանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը ինչ է կարծում եւ որ փուլում։ Հեսա իրենից հետո եթե նա Նիկոլ Փաշինյանը երբ ասում է, որ ինքը կանխատեսում է, որ Սամվել Կարապետյանը մինչև տարվա կահքադանա, ինչ նկատի ունի։ Դուք ասում եք ինչ-որ գործողություններ են հաջորդելու եւ վտանգ տեսնում եք այս առումով եւ բացի այդ երկրորդ հարցը, քան որ հնարավորություն է հազիվ տրվել, Փաշինյանը ասում է, որ գլուխ կուսակցությունը հնարավորություն ունի խորհրդարան մտնելու եւ ժողովուրդը մերժելու է նրանց, որտեղից այս վստահությունը։ Շատ լավ։ Պատասխանեմ արդեն առաջի հարցին։ Պարոն Փաշինյանը մի պահ աստվածաբան էր։ Հետո երաժիշտ էր։ Հիմա ֆինանսական անալիտիկ է դառել, ինչքան հասկանում եմ, անալիզ է անում բիզնեսների հաջողությունները։ Գործարարությունից, տնտեսությունից պարոն Փաշինյանը շատ հեռու մարդ է։ Դա հուսով եմ իր խորհրդականները իրան արդեն ասել են, ինքը չի հասկանում ինչպես է զարգանում տնտեսությունը, ինքը չի հասկանում ինչպես են ընկերություններ ձևավորում, ինչպես է մարդը հնարավոր մի մարդ իր հայրենակիցը ստեղծի ամենամեծ հայկական կառույցը եւ անգամ իր կալանքի եղած ժամանակ հարյուրավոր միլիոնների արդյունքներ ապահովի։ Իսկ այդ արդյունքը աշխատանք է, մեծ աշխատանք է։ Պարոն Փաշինյանը տնտեսությունից չի հասկանում, ավելի լավ է ոչ աստվածաբանությունը, ոչ երաժշտությունը, ոչ տնտեսությունը իր մասնագիտություն չեն։ Սպառնալիք համարում եք, որ հնչեցնում է։ Գիտեք, եթե իր ամեն խոսքը մենք սպառնալիք համարենք, ամեն օր նա իր խոսույթներում օգտագործում է այնպիսի արտահայտություններ, այնպիսի բաներ, որ ես ուղղակի համարում եմ, որ կա խոսքի արժեքի վերաբերյալ պահանջարկ, այսպես ասած, ցենզի բավական նվազում։ Իսկ մտավախություն չունեք, որ գործողություններ կհաջորդեն։ Մենք 50 քննիչ, 8 ամիս, բոլոր process-ների մեջով անցել ենք, ինչ նոր բան պետք է լինի, ինչը լինի, թող լինի, որ մարդիկ տեսնեն, որ այս մեր անցած ճանապարհը ինչ ճանապարհ է։ Դուք ասեք, որ խորհրդարան չեք մտնելու, ինքը վստահ է, որ ժողովուրդը մերժելու է։ Տեսեք, ուժերին միասնականացնելու դուք իր խոսքի մեջ առաջի հատվածն է ամենակարևորը, նա փորձում է ուժերի մեջ նույնականացում դնել, բայց մենք ունենք գործիչ, ով առաջի անգամ Հայաստանում հայտ է ներկայացրել իր համեմատ Սամվել Կարապետյանի համեմատ Փաշինյանը հին քաղաքական գործիչ է։ Կարապետյանը առաջի անգամ հայտ է ներկայացրել։ Նրա խոսույթի հիմնական նպատակը հասարակությանը ցույց տա, որ Սամվել Կարապետյանը նոր գործիչ չէ, դա բայց մարդը այսքան տարի տնտեսական գործիչ լինելով, քաղաքական հայտ է ներկայացրել, հոգնելով այս իրավիճակից երկրի, հայտ է ներկայացրել եւ գնալու է, եւ մենք վստահ ենք, որ մենք ունենալու ենք, եթե մեր հասարակությունը ճիշտ ժամանակին ընտրական process-ներին ակտիվ մասնակցի, ամենագլխավոր հարցը դա է, մենք ունենալու ենք մեծ հաղթանակ ու մեծ փոփոխություն։ Կարապետյանը բերելու է մեծ փոփոխություն։ Նա այդ քայլով միավորելով բոլոր ուժերին փորձում է ցույց տալ, որ փոփոխությունը իրեն համեմատել ինչ որ
պրոցեսների մասնակիցների հետ, ովքեր արդեն եղել են քաղաքական դաշտում, բայց Կարապետյանը նոր գործիչ է, ով միակն է, որ չունի պատասխանատվություն Հայաստանում մինչև այս եղած բոլոր դեպքերի համար, ով միակն է, ով միայն օգնել է Հայաստանին եւ չունի որևէ պատասխանատվություն եւ առաջարկում է ելք այս ջրբաժանից ամենաանվտանգ եւ ամենաբարեկեցիկ ելքը։ Ձեր հայրն էլ չունի պատասխանատվություն հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր։ Շատ լավ հարց է, պարոն Կիրակոսյան, իմ հայրը 3 տարի հետո, 3 տարի, 2.5 տարի աշխատելուց հետո իր կամքով դիմում է գրել, մի հատ հիշեք այսօրվա 17 թվին եղել է ՀԿ խմբակցությունը, ինչ կապ ունի դիմում գրելը։ Տաշիրի падգամավորը, նա 95 թվից Տաշիրի падգամավոր էր, որից 20 տարի անկուսակցական, 8 տարի կուսակցական, բայց իր կամքով դիմում է գրել այսօր պետական պաշտոնյաներից որ մեկն է իր կամքով դիմում գրում նա ու ես դες մի գաղտնիք ասեմ դա իր երկրորդ դիմումն էր արդեն 2.5 տարվա ընթացքում քանի որ պետական ապարատի աշխատանքի ոճը իրեն դուր չի եկել կա արդյոք այդպիսի մարդ որ բարձր պաշտոնից իր կամքով դիմում գրի դուրս գա բայց դրանից հետո եկել է որովհետև իր հայրենի Տաշիրի падգամավորն է նա եթե խնդիր կար ՀԿ-ի հետ պետք է այն ուժով գնալ ոչ թե համակարգը ռեյտինգային եթե հիշում եք ոնց էր գործում իմ հայրը Հայաստանի այն քիչ գործիչներից է ով իր կամքով բարձրագույն պաշտոնները թողել է անհամաձայնություն է հայտնել որոշակի process-ների հետ կապված ինչի օրինակ գիտեք նա հայտարարել է բազմաթիվ Պարոն Կարապետյանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը ձեզ երբ կարող է այսօր այո թալանը հիշում եք կներեք ավելացնել նա հայտարարության մեջ ասել է որ մասսայական թալանը մեր երկրին սխալ տեղ է տանում Սարգսյանը թալանում էր երկիրը մասսայական թալանը նա նշել է մասսայական թալանը Կարապետյանը մենք կարող ենք Սարգսյանին թալան չեք համարում մասսայական թալանը մեր երկրին մինչև այսօր պարոն Կիրակոսյան այսօր թալան կա թե չէ չգիտեմ Չգիտեք, իսկ օրինակ Քաջարանում այսօր Քաջանի հանքում այսօր թալան կա, ԿՊԱ-ականները թալան անում են Քաջանում, թե չէ։ Անում են։ Պարոն Կարապետյանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը ըստ ձեզ ինչ ժամկետներում կարող է հանգուցալուծվել, որովհետև ինչպես նշվում է ձեր ուժի կողմից օգոստոսի 2-ին ըստ էության խորհրդարանը սկսելու է արդեն իր գործունեությունը եւ այն առաջնահերթ հարցերը, որոնք որ պետք է լուծի 20 օրում կարծես թե ավարտում է հանձնաժողովներ եւ այլն, դուք ասում եք, որ դրանից հետո արդեն վարչապետի ընտրության փոփոխության հարցն է լինելու։ Այդ ժամկետում կլուծվի, պարոն Կարապետյան։ Հայաստանի պետության կայացման առաջի օրվանից Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Սա մեր հայրենակիցները պետք է իմանան, որ նա իր հայրենիքի քաղաքացին է առաջի օրվանից։ Երկրորդը process-ները գնում են եւ մենք տեսնում ենք որ կգան բարեհաջող հանգուցալուծման շատ արագ եւ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի այն ժամանակ եւ մենք կընտրենք իրեն որպես երկրի վարչապետ։ Շատ արագ ասվածը ինչ որ նախնական ժամկետներ։ Մենք տեսնում ենք որ այն ժամկետներով, որը որ գնում է ընտրական process-ներից հետո իրավական գործընթացը, մենք տեղավորվում ենք, այո, վստահաբար։ Կարապետյանը ձեր ծրագրում Արցախը վերադարձնելու կետեր լինելու են թե ոչ, ինչպես է Արցախը վերադարձնելու եթե գաք իշխանության։ Պարոն Կիրակոսյան, մեր ծրագրում Արցախահայերի հետ կապված երկու ծրագիր ունենք։ Առաջինը տնավորման ծրագիրը։ Մենք տեսնում ենք, որ Արցախում տնավորման Հայաստանի Հանրապետությունում տնավորման շարունակեմ։ Չէ, պարզապես հստակեցնում։ Այո։ Հայաստանի Հանրապետությունում մեր հայրենակիցները 100,000-ավոր մեր հայրենակիցներ գտնվում են տասնամյակներով իրենք աշխատել են, տներ են կառուցել։ Ես մարդիկ գիտեմ հանդիպումների ժամանակ ինձ պատմեն, ասում են երրորդ տունն են կառուցում։ Առաջինը բանից հարվածներից ադրբեջանցիների փլվեց, երկրորդը կառուցեցինք, երկրորդը 16-ին, երրորդ տունը կառուցեցինք, թողեցինք եկանք։ Մարդկանց պետք է ապահովել երկու կարևոր բան՝ տնավորման հարցը եւ երկրորդը մշակութային ընդհանրության պահպանումը։ Ինչ է մշակութային ընդհանրությունը։ Երևանի շրջակայքում պետք է լինի համայնք, որտեղ մեծի մասամբ կբնակվեն Արցախի մեր հայրենակիցները, որպեսզի լեզուն պահպանվի, մշակույթը պահպանվի։ Իմ նախնիները 200 տարի առաջ մենք մի քանի անգամ ասել ենք, բայց ես էլ եմ ուզում ասել, եկել են Մուշից եւ բնակվել են Տաշիրում։ Մինչեւ հիմա մենք խոսում ենք նույն բարբառով, մենք ունենք նույն ավանդույթները։ Տանը մեր ադատները պահպանել են։ Վերադարձի հետ կապված առաջարկներ չունեք ընտրողներ։ Պահպանվել են, այդ իսկ պատճառով բնակչության հետ կապված, եթե ուզում ես պահպանես մեր Արցախյան մշակույթը, մենք պետք է առաջինը տնավորման հարցը լուծենք այստեղ, որ մարդիկ ապրեն։ Երկրորդը վերադարձի հետ կապված, պետք է վստահ լինենք, որ վերադարձը անվտանգ է լինել։ Պետք է իրավունքները պաշտպանված լինեն։ Մենք
մեր հայրենակիցները իրավունք չունենք մենք այնպես անենք, որ գերի կարգավիճակ ունենա։ Երբ որ մենք վստահ կլինենք, որ մեր հայրենակիցները անվտանգ են լինելու Լեռնային Ղարաբաղի տարածքում, Արցախում, մենք այդ ժամանակ վստահ կգնանք այդ քայլերին, բայց Հայաստանը բայց չի կարող վստահ այդ քայլով ինչ որ ծրագիր առաջարկել, չէ՞ որ դուք ուժեղ Հայաստան եք ստեղծում, իսկ ուժեղ Հայաստանը կարող է այո, ուժեղ Հայաստանը ստեղծում ենք նրա համար, որ մեր հայրենակիցները, մեր ամեն 4 հայրենակից աղքատ չլինի, մեր Արցախի հայրենակիցները վերջապես ունենան տուն, այն տունը, որը մի քանի անգամ իրենք վերակառուցել են, այն տունը, որ իրենք թողեցին մեր երկրի պետական քաղաքական իշխանության սխալ ապաշնոր քաղաքականության արդյունքում ու հանցավոր ինքնավստահ ապաշնոր քաղաքականության արդյունքում մեր երկիրը պետք է ունենա վերջապես լավ տնտեսություն, լավ արդյունաբերություն, որ դուրս գանք այս վիճակից։ Դա է ուժը, իսկ երբ լինենք ուժեղ երկիր, երբ արդեն ունենանք տարածաշրջանում ուժեղ երկրի համբավ եւ ուժեղ երկրի պոտենցիալ, այդ ժամանակ ինձ թվում է բոլոր տարածաշրջանի երկրները ուրախ կլինեն մեր հետ համագործակցել։ Եկեղեցի պետություն հարաբերությունների հետ կապված ինչպիսի տեսլական է ունենալու ձեր ուժը։ Որը եկեղեցի պետություն։ Հիմա տեսնում եք, որ քաղաքացիական պայմանագիրը դրա հետ կապված կոնկրետ նախընտրական դրույթ ունի։ Այ դուք տեսնում եք եկեղեցու բարենորոգման անհրաժեշտություն կամ առհասարակ ո՞նց է ձեր տեսլական այդ հարցը։ Այդ նախընտրական դրույթը սահմանադրության խախտում է։ Նախընտրական դրույթը, այո, նախընտրական դրույթը, որտեղ եկեղեցու հետ կապված քաղաքական կուսակցությունը, հայկական ազգային մեր եկեղեցու հետ կապված, ով սահմանադրությամբ իրավունքը տարանջատված է, եկեղեցին տարանջատված է պետությունից, եւ իրավունք չունի երկրի ղեկավարը կամ որևէ քաղաքական ուժ խառնվի եկեղեցու գործերին։ Նրանց քաղաքական ծրագրերի մեջ գրված է բան, որը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Հակասում է ուղիղ տեքստով։ Մեր կարծիքը այսպիսին է, լինելով եկեղեցու հավատավոր հետևորդ, լինելով եկեղեցու կողքին միշտ մենք վստահ ենք մի բանում, տարանջատում պետք է լինի։ Գործերի հետ կապված եկեղեցին եւ պետությունը պետք է տարանջատված լինեն, եկեղեցականները պետք է իրավունք ունենան քննադատեն պետության ամեն քայլ, որը ազգային շահի դեմ է։ Եկեղեցին դա մեր երկրի խիղճն է։ Ինքը իրավունք պետք է ունենա, տեսեք Վրաստանի օրինակով, ինչպիսի մեծ վարկանիշ եւ մեծ հարգանք ունի վրացական եկեղեցին նույնպես, մեր եկեղեցու նման, բայց քաղաքական առումով միշտ վրացական եկեղեցին քննադատել է իշխանությանը եւ միշտ իշխանությունը ականջալուր է եղել այդ քննադատություններին։ Մենք այդ ճանապարհով պետք է գնանք, հարգանք եկեղեցու նկատմամբ, տարանջատում պետությունից եւ քննադատությունը լսել, ոչ թե մեզ համարենք բարձր, եկեղեցին այնքան ոչ ժողովրդավար դեսպոտներ է տեսել, որ Միշտ ճշտող հարց, պարոն Կարապետյան, այսինքն սահմանադրական ու օրենսդրական այն կարգավորումները, որ կան եկեղեցու հետ կապված, այժմ բավարար է, թե տեսնում եք անհրաժեշտություն լրացուցիչ մեխանիզմներ տրամադրելու եկեղեցուն, ձեր ասած այդ քննադատություն եւ այլն։ Առաջնային բանը սահմանադրության հետ կապված որևէ փոփոխություն եկեղեցու հետ կապված մենք չենք տեսնում, որ կարիք կա, որովհետեւ ամեն ինչ գրված է այնտեղ, եկեղեցու դերն էլ, այո, բայց հայ եկեղեցու պատմությունը պետք է վերադառնա դպրոցներ միանշանակ։ Մեր երեխաները, մեր նոր սերունդը պետք է իմանա, թե ինչի մեջով է անցել իր ազգը եւ որ կառույցն է պահպանել իրեն հայ, ինչի մեջով է անցել մեր եկեղեցին։ Դա իմանալու է, դա մեր առաջի 50 օրվա քայլերի մեջ, առաջի որոշումների մեջ լինելու է հայ եկեղեցու պատմությունը, լինելու է դասավանդվելու է դպրոցներում։ Լսում եմ վերջի հարցը։ Վերջին հարցը։ Երբ որ ուժերը իրար հետ դաշինք են կանգնում, առասարակ ինչ որ զիջումների են գնում։ Ապրելու երկիրը բնականաբար զիջում է իր վարչապետի տեխնացությունը։ Հետևաբար դուք ինչ եք զիջում։ Մենք դաշինք չենք ընկնել, ապրելու երկիրը աջակցում է ուժեղ Հայաստան դաշինքին։ Աջակցում է։ Մենք դաշինք չենք ընկնում, քանի որ տեսնում է առաջնահերթություն իր քաղաքական շահը երկրորդելով, տեսնում է առաջնահերթություն երկրում մեծ փոփոխությունների։ Շնորհակալ եմ։ Պարոն Կիրակոսյան, դեպք ունենա